իմ կարծիքով հենց ամենախելացի երեխաները հենց մարզերից են։ Հիմա տեսնում ենք քո վրա Արա լեռի կրծքանշանը, դա նշանակում է, որ դու հաղթահարել ես Արա լեռ աշխարհը ու արդեն անցել ես Արմաղան։ Մի օր էլի հետ կա այդ ծովիստով Հայաստանը։ Դու մեր առաջնորդների աղյուսակում էլ հիմնականում այդ առաջին տեղերում ես, առաջնային տեղերում ես լինում։ Ես սովորել շատ եմ սիրում, մեր եկեղեցիով են բոլորը գյուղը ճանաչում։ Վերջին համագումարին ձեր ակումբը ստացավ ամենահզոր ակումբ մրցանակը։ Հիմա 70 հոգի ենք, ամենամեծ ակումբն ենք։ Հիմա էլ է շատ կարևոր ու ինչքան մեծանաս, այդքան կարևոր է դառնալու։ Բոլորը անխնդիր իրար ընկեր են։ Մեր պայուսակները դու ցեխոտ, կեղտոտ հայրենիքի ընկալումը բոլորի մոտ փոխվել է։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմել դեպի Բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են դեպի Բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Ողջունում ենք ձեզ դեպի Բարձունք ոդքասթի եթերում։ Այսօր մեր հյուրը Մաստարեի ակումբից Անժելան է։ Ողջույն Անժելա, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ, որ այսօր եկել ես։ Մի քիչ կպատմես մեզ քո մասին։ Ես Անժելան եմ, 13 տարեկան, սովորում եմ Մաստարայի միջնակարգ դպրոցում, դեպի Բարձունք կրթական ծրագրին մասնակցում եմ 2025 թվականի մարտից ու Ո՞նց ես սովորում դպրոցում։ Դպրոցում ունեմ գերազանց առաջադիմություն։ Իսկ ինչ հետաքրքրություններ ունես դպրոցից բացի։ Դպրոցից բացի հիմա հիմնական հետաքրքրությունս դարձել է դեպի Բարձունքը, բայց բացի դրանից սիրում եմ գործել, շուղագործություն, հելինագործություն, սիրում եմ խաղալիքներ գործել, դա իմ նախասիրությունը։ Հրաշալի։ Ինչպես ես նայում առհասարակ կրթությանը։ Ինչ է ինքը քեզ համար։ Կրթությունը ամենակարևոր բանն է երևի ինձ համար, ինքը մեզ շատ մեծ առավելություններ է տալիս ու ամեն հարցում կրթությունը պետք է գալիս ու հիմա այն դառնա, որ ներկայում եթե մարդը կրթություն չունենա, խելացի չլինի, ինքը շատ հեշտ կարա ամենտեղ խաբվի, ամենտեղ իրան ցածրացնեն ու կրթությունը ամենակարևոր բանն է ու հիմա մեր պետությանն է շատ պետքա, որ խելացի սերունդ լինի, կրթված ու պետությունը մենք օգուտ կտանք, եթե կրթված լինենք, պետությանը հետագայում օգուտ կտանք մեր կրթությամբ ու ներկայումս լավ զարգացած է կրթությունը իդեպ։ Հայաստանում թե առհասարակ։ Հայաստանում էլ առհասարակ էլ կրթությունը հիմա շատ մեծ տեղ են տալիս կրթությանը, ինչը շատ լավ։ Այ դու մաստերայից ես ու հետաքրքիր է, որ ասում ես կրթությունը զարգացած է, հիմնականում տենց կարծիք կա, որ մարզերում, հիմնականում ավելի հեռավոր մարզերում կրթությունը այդքան էլ զարգացած չի, տենց քիչ են ուսուցիչները եւ այլն, ձեր մարզում ո՞նց է կրթությունը։ Մեր մարզում մի քանի դպրոցներում եղել եմ, կրթությունը բոլորի մոտ էլ կան դպրոցներ, որ աշակերտները շատ քիչ են, բայց մեր մոտ մոտավորապես 350-60 աշակերտ կա, ուսուցիչները ամենառարկայից մի քանի ուսուցիչ ունենք, բոլորն էլ մեզ լավ հաճելի է, էլի դպրոցում հաճելի միջավայր է, կրթությունը շատ զարգացած է, շատ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ ունենք, թե օլիմպիադաներն են դա ցույց տալիս, թե հետագայում արդեն համալսարանի արդյունքները, քննությունների արդյունքները ու այդ կարծրատիպը իմ կարծիքով շատ սխալ է, որ մարզերում կրթությունը զարգացած չի, որովհետև իմ կարծիքով հենց ամենախելացի երեխաները հենց մարզերից են ու մեր մարզում մի քանի դպրոցում եղել եմ, բոլոր տեղերներ կրթությունը լավ զարգացած։ Շատ լավ է։ Իսկ դու ասացիր, որ դասարանում ես սովորում 8-րդ։ Իսկ ձեր դպրոցը 9-ամյա է թե 12։ 12-ամյա։ Հա, այսինքն մինչև 12-րդ դասարան ձեր դպրոցում ես մնալու։ Երևի։ Իսկ ո՞նց ես պատկերացնում 12-րդ դասարանից հետո քո կրթության շարունակությունը։ 12-րդ դասարանից հետո ցանկանում եմ ընդունվել բժշկական համալսարան
բացի բժշկականից հետո էլի պլաններ ունեմ, ուզում եմ մի քանի աշխատանք ունենալ, մի քանի համալսարան սովորել, ասենց ասած, բայց հիմնական ցանկությունս, որ ավարտելուց հետո կրթությունը շարունակեմ բժշկական համալսարանում։ Ինչի է սենց այդ բժշկական ուղղությունը ընտրել։ Անցած տարվանից, որ մենք սկսեցինք քիմիա առարկան ասնել, քիմիա առարկան ինձ մի տեսակ շատ գրավեց սենց, այդ առարկան հիմա ամենասիրելի առարկան է, ու այդ առարկան ամեն մի բան ես որ նայում եմ, ավելի եմ ուզում սովորեմ, ու ինչքան խորանում ենք, խորանում է այդ առարկան, ու հենց այդ փորձերը, բան, խնդիրները նաև ինձ գերել է այդ առարկան, ու հենց քիմիայի շնորհիվ կամ պատճառով ուզում եմ բժիշկ դառնալ։ Իսկ ինչ-որ ուղղվածություն ընտրել ես արդեն թե դեռ Սրտաբան վիրաբույժ երևի թե։ շատ դժվար բան ես ընտրել, շատ լուրջ ու կարևոր, չես վախենում։ Դե վախ չունեմ այտենց, գիտեմ, որ շատ դժվար է լինելու, բայց նաև գիտեմ, որ այդ մասնագիտությունը շատ օգուտ է բերում ու ինքը մարդկանց կյանքեր են փրկում, դրա համար ոչ մի դժվարությունից չեմ վախենում, ինչքան էլ դժվար լինի, հուսով եմ կհաղթահարեմ ու իմ նպատակին կհասնեմ։ Հրաշալի, իսկ այդ մասնագիտությունը ընդհանրապես շատ երկար տարիների կրթություն է պահանջում, պատրաստ ես այդքան երկար կրթվել։ Ես սովորել շատ եմ սիրում ու չեմ այդ որ ասում են մեկ-մեկ կողքից էլ որ լսում եմ բժշկական, վայ քանի տարի ես սովորելու, ամբողջ կյանքդ գնալու է, սովորելու երբեք ուշ չի, ինչքան էլ երկար լինի, սովորելը ամենալավ բանն է ու իմ կարծիքով 10 տարի էլ լինի, 15 տարի էլ լինի, եթե մարդը նպատակ ունի, այդ սիրում է, ինչքան էլ երկար լինի, կսովորի, ինչքան էլ դժվար լինի, կհաղթահարի այդ ամեն ինչը։ Մենք քեզ հաջողություն ենք մաղթում քո ճանապարհին եւ ցանկացած հարցում պատրաստ ենք օգնել։ Ասացիր, որ հելունագործությամբ ես զբաղվում, այդ ուղղակի տենց հետաքրքրությունը, թե էդ էլ ես տենց զարգացնում, չգիտեմ, արդյոք գումար աշխատում ես դրանով, թե պարզապես տենց։ Հելունագործությամբ սկսել եմ զբաղվել 8 տարեկանից, մայրիկս գործում է, տատիկս էլ է գործում, մեծ տատիկս էլ է գործում, ու տենց իրանցից տեսնելով այդ ամեն ինչը ինձ գրավեց, այդ փոքր ժամանակ에 որ մաման գործում էր, ասում էի գործի ես նայեմ, ու մի անգամ որոշեցի, որ ինձ սկզբից շուղագործություն եմ սովորել, սկզբից ճաղերով էի գործում, շուղերով էի գործում, բայց հետագայում որ տեսա խաղալիքներ էլ են գործում, էդի ինձ գերեց, հիմա մենակ խաղալիք եմ գործում, շուղագործությամբ այտենց մեկ-մեկ ուղղակի որ վերհիշեմ բան, բայց հիմնականում հելունագործությունն է, զարգացնում եմ, որ նայում եմ մի քանի տարի առաջ գործած խաղալիքներ ու հիմա շատ մեծ արդյունք ունեմ ու ունեմ փոքրիկ բիզնես, դրանով այտենց հաճախ չէ, բայց գումարել եմ մեկ-մեկ աշխատում ու քիչ-քիչ զարգացնում եմ։ Հրաշալի է, որ այս տարիքում արդեն կարողանում ես ինչ-որ ձև գումար աշխատել։ Արի մի փոքր խոսենք քո համայնքի մասին, որտեղ է առհասարակ, ասացինք որ մաստարանում եմ, կարես մի քիչ ավելի լայն պատմես։ Արագածոտնի շրջանի Թալինի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է Մաստարան, ունի 2000-ից 3000 բնակչություն, գյուղը հայտնի է հենց մեր եկեղեցիով են բոլորը գյուղը ճանաչում, եկեղեցին 5-րդ տարի է, մնացած այդ եկեղեցիները ասում են մաստարայատիպ, ու տենց բավականին զարգացած գյուղն ենք, սենց ասած, ու համայնքը դպրոցը հենց բարձունքի առումով, բարձունքը հենց մտավ դպրոց, սկսել ենք ակտիվանալ ավելի շատ, էլի ենք ակտիվ եղել, բայց այս վերջում այդ բարձունքը, որ արդեն մասնակիցներ ունենք 70 հոգի, ակտիվացել է դպրոցը, բոլորն էլ փոքրերն էլ ձգտում են, որ լավ սովորեն, առաջադիմությունը բարձր լինի, խելոք մնան, սենց որ գան բարձունք, ու լավ ակտիվացրել է բարձունքը համայնքը։ Հրաշալի, արդեն քանի արդեն երկրորդ մարդն է, ով ասում է, որ դեպի բարձունքով համայնքը ակտիվացել է դպրոցը եւ այլն, այդ շատ լավ է, հուսով ենք տենց էլ կշարունակվի։ Մի քիչ էլ պատմի առհասարակ դեր դեպի բարձունք ակումբի մասին, երբ է բացվել, քանի հոգի եք եւ այլն։ Մեր ակումբը բացվել է 2025 թվականի փետրվարի 2-ին, սկզբում քիչ էին, ես մարտից եմ միացել, 30-40 հոգի էին, 30-40-ի չէին հասնում, քիչ էին, հետո արդեն մեր դասարանից սկսեցին ներգրավել մարդկանց ու տենց այս տարի ավելի շատացանք, հիմա 70 հոգի ենք, ամենամեծ ակումբն ենք ու երեխեքը շատ ուրախ են, բոլորն էլ սիրում են բարձունքը, բոլորի համար էլ կարևոր է, մեր ակումբը մի քիչ դժվար է 70 հոգու հետ,
մեր նախագահը մեզ այդ ամեն ինչում առաջնորդող ուսուցիչ ունենք Ընկեր Զաքարյանը, բարևներ Ընկեր Զաքարյանին, ինքը մեզ շատ է օգնում այդ հարցերում, ոսոր ասած, սենց մենք երկու նախագահ ունենք, Անյուտան ու Ընկեր Զաքարյանը, ու դենց Ընկեր Զաքարյանի հետ ավելի հեշտ է դառնում կառավարել այդ 70 հոգուն, այդքան էլ հեշտ չի, թեկուզ Ընկեր Զաքարյանի հետ բարդ է, բայց երեխեքը փորձում են նենց անել, որ այդքան շատ դժվարություններ չլինեն, օգնում են մեզ։ Լավ, ոնց հասկացա, ակտիվ են բոլորը, հետաքրքրված, ուզում են միանալ ակումբին։ Փոքրերն էլ Շատ լավ, իսկ որն է ձեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը ըստ քեզ։ մեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը, եթե գաղափարներով նայենք, բոլորի մոտ էլ ում էլ հարցրել ենք այսքան ժամանակ, հայրենասիրության զգացումն է, հայրենիքին սիրելը, հայրենիք սիրելու զգացումը շատ է մեծացել բոլորի մոտ, հայրենիքի ընկալումը բոլորի մոտ փոխվել է, բնության հանդեպ սեր է եկել երեխեքի մոտ առաջադրանքներից հետո, ու եթե առաջ մենք տեսնում ենք, որ մեր երեխեքից կարող է դուրսում թղթերը թափեին, շրջակա միջավայրը կեղտոտին, հիմա բարձունքականներից կոնկրետ ու դպրոցի երեխաներից ընդհանրապես մեր այդ մակրապատումը տեսնելով դες բան էլ չենք տեսնում, էդի շատ մեծ օգուտ է հայրենիք սիրել, գիրք կարդալ ամենակարևորը, պատմական հայրենասիրական գրքեր են երեխեքը սկսել կարդալ, բոլորին էլ հետաքրքրում է ու դենց իմ համար ամենամեծ բանը որ փոխել է մեր ակումբի մոտ հայրենիք սիրելու զգացումը իրոք բոլորիս մոտ փոխվել է։ Հրաշալի է, իսկ անձնապես քեզ մոտ ինչը առաջնային հանես, որ այդ տենց շատ է փոխվել քեզ մոտ։ Հենց իմ ասած հայրենիք սիրելու զգացումը։ Հրաշալի։ Իսկ դու ինչ դերակատարում ունես ձեր ակումբում։ Ես մեր ակումբում լեռնաշխարհների փոխնախագահն եմ։ Այս մեդիա փոխնախագահ ու լեռնաշխարհների փոխնախագահ, որ ավելացավ, մեր նախագահին լավ օգնում ենք, սենց ասած։ Երեխեքը ինձ էլ ու տենց բան չենք անում էլի, որ մենք փոխնախագահ ենք, ձեզ կարանք ասենք սենց նենց, երեխեքը բոլորիս հետ 70 հոգու հետ էլ լավ ընկեր եմ ու դենց քանի որ առաջադրանքներով ես բավականին առաջ եմ, լավ երեխեքը որ հարցնում են, ինձ դուր է գալիս, որ չեն հասկանում, գալիս են հարցնում են, ոնց պետք է անենք, ոնց պետք է նկարենք, բացատրում են, գնում անում են, հետո չի ստացվում, գալիս են նորից են հարցնում, ինչը չի ստացվում, այդ ինչ է դա դուր գալիս, որ դենց գալիս հարցնում են, կամ որ անհամբեր սպասում են առաջադրանք երբ է գալու, ինչի առաջադրանք չի գալիս, էդի ոգևորություն է էլի արտնասնում, որ երեխեքը իրոք սիրում են։ Դու մեր առաջնորդների եղեսակում էլ հիմնականում այդ առաջին տեղերում ես, առաջնային տեղերում ես լինում, ինչ զգացողություն է այդ, որ 400-ից ավել ակումբական կա, ովքեր անում են առաջադրանքներ, միավորներ են հավաքում, բայց դու միշտ այդ ամենաառաջնային տեղերում ես։ Դե ես առաջադրանքները այս կարգախոսով եմ կատարում, այսօրվա գործը վաղվան չեն թողնի, առաջադրանք եկավ, այսօր էլ պետք է անեմ, այսօր էլ պետք է ամեն ինչ անեմ, այսօր էլ տեսանյութա թե ինչա ուղարկեմ ու իմ կարգախոսը է դա, որ երեխեքը մեկ-մեկ ասում են լավ կմնա հետո վաղը մյուսօր, ասում են վաղը մյուսօր թողեցիք, էլ էդի շատ հետ են գնելու, էլ նորմալ չեք անելու, այսօրվա գործը վաղվան չեն թողնի։ Ու ես այդ կարգախոսով եմ շարժվում, լրացուցիչ գրքի կարդալ, գրքի քննարկում այդ ամեն ինչն է, ցանկանում եմ հիմնականում մասնակից լինեմ պարերին ու էդից դուր է գալիս էլի, ինձ չի բանը ստիպված եմ անում, հենց սիրում եմ, դրա համար եմ անում ու բարձունքը իմ կյանքում շատ մեծ բան է փոխել ու հենց սիրելով եմ այդքան առաջ գնում։ Շատ լավ բաներ ասեցիր, ինձ թվում է այդ կարգախոսը բոլորն էլ պետք է ունենան իր մեջ, շատ կարևոր է։ Դուք այս վերջին համագումարին ձեր ակումբը ստացավ ամենահզոր ակումբ մրցանակը, ինչ զգացողություններ ունեցաք, երբ որ տենց հայտարարվեց, որ դուք եք բոլոր 16 ակումբներից ամենահզորը։ Ձեր զգացողությունները պարզ շատ լավ էին, հզոր ակումբ, իմ կարծիքով մենք բավականին հզոր ենք, բայց ավելի կարանք հզորացնենք մեր ակումբը, կարանք նենց անենք, որ ակումբի ակտիվությունը ավելի բարձր լինի, չնայած որ բավականին բարձր է, ու կարանք հետագայում նենց անենք, որ ավելի հզոր դառնանք, զգացողությունները շատ լավ էին, բավականին աշխատել ենք մեր ակումբի վրա, որ հասնենք 70 հոգի, բոլորն էլ գոնե առաջադրանք կատարեն ինտենսիվ ու դենց շատ ոնց որ մեր աշխատանքին աշխատավարձ լիներ, ասենց ասած այդ ամենահզոր կոչումը, ուզում եմ հետագայում էդի չենք գցի, ասենց ասած։ Ըստ ձեզ ձեր ակումբը սովորական է թե յուրահատուկ։ Մեր ակումբը իմ համար յուրահատուկ է,
իր մեծությամբ, երեխեքի հետաքրքրությամբ շատ յուրահատուկ է ու նենցա որ ունենք 12-րդ դասարանի մասնակից ու ունենք 7-րդ դասարանի ակումբական ու ինձ է դուր գալիս որ այդենց ահագին տարբերությամբ տարիքային բոլորը իրար ընկել են, բոլորը անխնդիր իրար ընկել են ու ամեն ինչում իրար օգնում են, մանավանդ հենց բարձունքի պահով ու բարձունքը ինչ սկսել ենք այդ 70-ից դառնալ ակումբական բարձունքից դուրս։ Էդի իմ համար յուրահատկություն է, որ բոլորը իրար ընկեր են, բոլորը իրար սիրում օգնում են ու շատ զվարճալի է մեր ակումբը, իդեպ շատ հումորներ, կատակներ շատ են լինում, շատ ենք ծիծաղում ժողովների ժամանակ դες, էդ էլ է մեր յուրահատկությունը, չգիտեմ, իմ համար յուրահատուկ է։ Հրաշալի, դե մեզ մի հատ ուրախալի դեպք պատմի, որ կհիշես։ Դեպք ապրիլի 22-ին երկիր մոլորակի օրվան մաքրապատման ժամանակ մենք որոշել ենք գնալ մեր գյուղից բավական հեռու, մոտավորապես 1 կիլոմետր, 2 կիլոմետր հեռու Սողոմոն Թելերյանի արձան կա, էլի մեր գյուղի տարածքում է, բայց դպրոցից բավական հեռու է։ Մենք որ գնացինք դες մաքրեցինք, այնտեղ երեխեքը կեղտոտվել էին բան, էդի չեմ ասում, վերջում հետ գալուց շատ ուժեղ անձրև եկավ, բոլորս մնացինք անձրևի տեղ, գազալցակայան ունենք, տեղ կա, որ սենց փակած է, գնացել ենք, մտել ենք այդտեղ, հետո կարկուտ եկավ, հարի մինչև այդ կարկուտը անձրևը կտրվեց, դուրս եկանք որ գանք դպրոց, ճանապարհին էլի անձրև սկսեց ու մեր պայուսակները վատեն էր, որ մենք 10-րի կեսից էինք գնացել այդ մաքրապատմանը, մեր պայուսակները դպրոցում էին։ Մի հատ էլ հետ ենք գնացել դպրոց բոլորս, մեր պայուսակները դες ցեխոտ, կեղտոտ, ամբողջ դպրոցը կեղտոտեցինք, գնացինք, վերցրեցինք մեր իրերը ու ամենա այդ ժամանակ շատ խնդալու էր, համ ցուրտ էր, բոլորս մրսում էինք, բայց շատ հետաքրքիր անցավ այդ օրը, երևի ոչ մեկս չի մոռանա ով մասնակից ա եղել։ Դրանց հետո չեք պաշտպանել, չէ՞, բայց որ գնացել եք մաքրապատման։ Չէ։ Հրաշալի։ Շատ լավ, հիմա անցնենք հայրենիքին։ Ինչ է հայրենիքը քեզ համար։ Հայրենիքը ամենաթանկ բանն է երևի, հայրենիք սիրելը, հայրենիքը գնահատելը, հասկանալ ընդհանրապես հայրենիքը այդ սովորական բառ չի, հասկանալ հայրենիքի նշանակությունը ու հայրենիքը այն թանկ բաներից մեկն է մեր կյանքում, որ նույնիսկ ամենաթանկը մեր կյանքը կարանք տանք հայրենիքի համար ու չփոշմանենք, եթե այդ գիտակցությունը բոլորի մոտ լինի, շատ լավ կլինի, դա հայրենիքը սովորական բառ չի, էլի, որ ասում են հայրենիք, ամեն մարդ չի կարա իրան ասի, էլի, հայրենասեր։ Եթե ասենք հայրենասեր, պետք է մտածենք հայրենիքի համար մի գործ արել ենք, որ լինենք հայրենասեր, ամենափոքր գործերից էլ կարա սկսվի այդ հայրենասիրությունը, մինչև ամենամեծ պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործեր։ Իսկ դու ինչպեսի հայրենիք ես երազում։ Կրթված, հզոր, ամենակարևորը խաղաղ ու եթե այդ ամեն ինչը լինի, մեր հայրենիքը ավելի կզարգանա, մեր պետությունը ավելի խելացի, ավելի հզոր կլինի ու Հայաստան ասելը, էդի Հայաստանը ամենահին պետություններից է, եղել ենք ծովից ծով Հայաստան, ուզում եմ որ մի օր էլի հետ գա այդ ծովից ծով Հայաստանը ու ոչ թե գնալով փոքրանա մեր պետությունը, այլ հենց դառնա այդ ծովից ծով Հայաստանը, որ ունեցել ենք։ Իսկ դու ով ես քո երազած հայրենիքում։ Ես չեմ ասի, դες կարևոր նշանակություն ունեցող մարդ, որ կարա իր հայրենիքին օգուտ տա ու ինպես բոլորը հայրենիքի ապագան սենց ասած մեր ձեռքերում է ու տենց իմ կարծիքով կարևոր նշանակություն ունեցող, բայց ոչ տենց չնայած որ ուզենանք բոլորս է կարևոր ենք, այս սերունդում բոլորն է կարևոր մարդ են հայրենիքում ու այդ ամեն ինչը ապագան պետության սենց ասած մեր ձեռքերում է։ Ես համաձայն եմ քեզ հետ ու հիմա էլ է շատ կարևոր ու ինչքան մեծանաս, այդքան կարևոր է դառնալու ու խնդրում եմ այդ կարևորությունը չմոռանաս հետագա քայլերիդ ընթացքում։ Իսկ դեպի բարձունքը օգնում է քեզ լինես այդ կարևոր մարդով օգնում է հայրենիքին, ով հետագայում էլ է օգնելու հայրենիքին։ Հենց սենց ասեմ դեպի բարձունքն է օգնում այդ ամեն ինչը, հայրենասիրություն, հայրենիքը սիրել, հայրենիքի համար մի բան անել, թեկուզ ամենափոքր այդ հենց այդ աղբա ավակից էլ էդի մենք հայրենիքին օգուտ ենք տալիս ու դիտե բարձունքը չլիներ, մենք հաստատել չենք ասի, ելնենք սենց անենք, ակումբով խումբ հավաքենք, դες բաներ անենք, հենց բարձունքն է էլի այդ հայրենասիրության զգացումը տվե իմ մոտ։ Իսկ նայ, հիմա դու 13 տարեկան աղջիկ ես,
ով կարող գնա անի ինչ ուզում է, չգիտեմ, իր հետաքրքրություններով զբաղվի, ճամփորդի հետագայում, կարող ես գնալ նաև ուրիշ երկրում ապրել, ինչի դա պետք, ինչի ես ուզում մնալ այստեղ, ինչ ես ուզում շենացնել քո երկիրը, ինչ ես հիմա զբաղված դեպի բարձունքով, ինչ ես ուզում այդ համայնքը պահես, 70 հոգանոց ինչ ես ուզում հզորացնես, որ ավելանա եւ այլն, ինչի դա պետք, ինչի չես գնում, օրինակ քո հետաքրքրություններով միայն զբաղվում։ Եթե ամեն մեկս դες մտածենք, ասենք, վայ, մենք ինչ կարանք անենք մեր հայրենիքի համար, մենք գնանք մեր համար ուրիշ տեղ ապրենք, ես ամենաշատը այդ տանել չեմ կարող, որ մեր տարիքի երեխեքը ասում են, մեծանամ ստեղ չեմ մնա, կգնամ ուրիշ տեղ կապրեմ, ինչի գնաս, մանավանդ որ խելացի են մի քիչ լինում, ինչի գնաս ուրիշ տեղ քո պետությունը, ուրիշ պետությանը օգուտ տաս, ուրիշ պետության համար մասնագետ դառնաս, չմնաս քո պետության մեջ, քո պետությանը օգուտ տաս, քո պետությունը հզորացնես, մանավանդ որ հիմա Հայաստանը այդ հզորության կարիքը շատ ունի, որ ավելի հզորանա, չգիտեմ, իմ մոտ ես չեմ պատկերացնում, արդեն իմ կյանքը առանց դեպի բարձունքի չեմ պատկերացնում, առանց այդ առաջադրանքների այդ ամեն ինչի, ու չգիտեմ, իմ մոտ այդ զգացումն է, որ բոլորս ամենափոքր քայլով պետքա օգնենք մեր պետությանը ու չմտածենք, որ վայ մենք ոչինչ չենք կարող անենք, մեր պետությանը գոնե ամենաչնչին բանով օգուտ տանք։ Երեշալի, շատ ապրես։ Այ ասեցիր առանց դեպի բարձունք չես պատկերացնում, հիմա տեսնում ենք քո վրա Արա լեռի կրծքանշանը, դա նշանակում է, որ դու հաղթահարել ես Արա լեռ աշխարհը ու արդեն անցել ես Սարմաղան ու այդպես մի քանի աշխարհ ունենք մինչև Արարատ։ Հիմա պատկերացրու, որ դու արդեն հաղթահարել ես Արարատի աշխարհը, այդ բոլոր աշխարհները ավարտել ես, այլ առաջադրանք չես անելու, ո՞նց ես պատկերացնում, քեզ դրանից հետո ինչ ես անելու։ Դրանից հետո կցանկանայի, չգիտեմ, դեպի բարձունքում այդպես կամ հայքի շարավեղներում թեկուզ դες կամավոր դառնայի, այդպես բաների մասնակցեի, որովհետև իրոք արդեն կենսակերպա դառա, ասենց ասած, որ առաջադրանք պետքա ստանանք, առաջադրանք պետքա անենք, ակումբով պետքա անտանուր ակումբով առաջադրանք անենք ու մինչև Արարատ լեռը եթե հասնեմ էլ, չգիտեմ, այդ ժամանակ ինչ կանեմ։ Եթե հասնես չանպայման հասնելու ես, ընթացքում էլ կարող ես գալ միանալ կամավորական բոլոր աշխատանքներին, թե բարձունքում, թե դեպի բարձունքում, եթե հնարավորություն լինի։ Մի խոսքով երբ ուզես գաս անես։ Շատ լավ։ Դու առաջին անգամ ես առհասարակ այսպիսի եթերում ոդքասթների էլի եղել ես։ Չեմ եղել, առաջին անգամն է։ Օգտագործելով մեր եթերը, կա ինչ-որ խնդիր, որի մասին կուզած բարձրաձայնել, լսելի դարձնել մարդկանց։ Խնդիր չէ, հորդոր սենց ասած, որ մեր տարիքի երեխեքը մեզնից մեծ, մեզնից փոքր, այն սերունդը, որի ձեռքում է պետությունը, չմտածի, որ իր պետության մեջ լավ չի, ուրիշ պետության մեջ լավ է, մեր երկիրը փոքր է, չգիտեմ, մենք այդ ամեն ինչը չպետք է անենք, այդի ամենասխալ մտածելակերպն է ու բոլորիս հորդորում սովորենք, գնահատենք մեր հայրենիքը, չմտածենք ուրիշ տեղեր ապրելու, ուրիշ տեղ զարգացնելու կամ որ մենք կարևոր չենք, մենք օգուտ չենք կարող տանք ու հիմնականում այդ է էլի իմ միտքը ամենաշատ։ Ուրեմն տամ վերջին հարցը, եթե դեպի բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Դեպի ծովիստով Հայաստան։ Հրաշալի, շնորհակալ եմ, որ այդպեսի մեծ երազանքներ ունես, շարունակիր մեծ երազել ու գործել։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիր այսօր։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։ Իմոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Շնորհակալություն։